Ժողովուրդ ջան, եկեք ասենք միասին, օրհնյալ լինի մեր Տեր Աստված։ Սուրբ Գիրքն ասում է Աստծունը Աստծուն տվեք։ Ժամանակ կա, որ պետք է մենք Աստծունը Աստծուն տանք, պետությանը պետությանը տանք, ինչ որ իրար ենք պարտք իրար տանք։ Դա մեծ սեր է։ Ես ուզում եմ Սաղմոս 2-ով սկսենք մեր այսօրվա հավաքույթը։ Եվ քեզ, ուրեմն Սաղմոս 9-10 խոսքից բերեք կարդանք։ Եվ քեզ կուսան քո անունը ճանաչողները, որովհետև դու չես ձգում քեզ խնդրողներին, այսինքն դու չես դեն գցում քեզ հուսացողներին։ Սաղմոս ասեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում։ Սաղմոս ասեցեք Տիրոջը, որ բնակվում է Սիոնում, պատմեցեք նրա գործերը ժողովրդի մեջ։ Հետաքրքիր է, Սիոնը Աստծո տունն է, եւ ասում Աստված Աստծո տանն է։ Նոր Կտակարանում ասում է դուք եք կենթանի Աստծո տունը, եւ Աստված ձեր մեջ կբնակվի։ Խոստումների մեջ այսպես է գրված, որ սա է անխոստումը, որ կլինի ձեզ, որ նրանց մեջ պիտի բնակվեմ, նրանց մեջ պիտի քայլեմ։ Աստված իր ժողովրդի մեջ է։ Եվ Աստված բնակվում է իր տան մեջ։ Դրա համար ասում է Սաղմոս ասեցեք Տիրոջը, որ Սիոնումն է բնակվում։ Հետո շարունակում ասում է պատմեցեք նրա գործերը ժողովուրդների մեջ։ Ռուսերենում գրած է, որ սրիձի նարոդը ազգերի մեջ։ Միտեղ ասում է օրը օրին խոսք է բխում։ Սերունդը սերունդին նրա գործերն է պատմում։ Ազգը ազգին նրա փառքի մասին է խոսում։ Եվ այսօր օրհնյալ լինի մեր Աստված, որ սերունդ է սերունդ, ազգից ազգ նրա փառքը տարածվում է։ Եվ մենք այդ փոքրիկ մասն ենք կազմում։ Մեզանից առաջ հազարավոր ազգեր, հազարավոր ժողովուրդ Աստծուն են պաշտել։ Հետո այդ սերունդներից փոխանցվել է, եկել է հասել է մեզ։ Եվ դու այն ընտրվածների մեջ ես, որ այսօր եկել ես Աստծո տուն Աստծուն պաշտելու։ Ես ուզում եմ Քրիստոսա կենտրոն լինենք հիմա, կենտրոնանանք նրան պաշտելու, նրան գովաբանելու, նրան մեծարելու։ Մեր խոսքը նրան պիտի փառավորի, մեր երգը նրան պիտի փառավորի, մեր աղոթքները դեպի մեր Տեր Աստված աղոթված։ Օրհնյալ լինի Տեր Հիսուս Քրիստոսի անունը, որ վեր է ամեն անունից, եւ նրա անվանը կծնրադրեն երկնավորներ եւ երկրավորներ եւ սանդրամետականներ եւ ամեն լեզու կդավանի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է Հոր Աստծո փառքի համար։ Եկեք կանգնենք միասին, գովաբանենք մեր Աստծուն, պատմենք նրա գործերը ժողովուրդների մեջ, խոսենք նրա փառքի մասին, օրհնենք նրան։